Ողջունում եմ ձեզ իմ ալիքում, նոր անսովոր ֆորմատ ունեմ, որոշել եմ նաև ձեզ հետ կիսվել վլոգներով, քանի որ շատ լավ առիթ էինք նշում մեր սիրելի Շուշանիկի ծննդյան տարեդարձն էր, որոշեցինք միասին անցկացնել քաղաքից դուրս, ու քանի որ մեզ հետ միշտ ուրախ է, դրա համար ֆիքսում ենք այդ ամենը նաև ձեզ համար։ Այստեղ Շուշանիկը շատ մեծ ողջունությամբ լսում է այն երգը, որը արհեստական բանականության միջոցով գրել եմ ինձ համար։ Ճիշտ է, մտքում որոշել է, որ պետք է վլոգ նկարեմ, բայց դեռ ոչ մի կերպ չի տրամադրում, դրա համար որոշ մասեր կտեսնեք առանց խոսակցությունների, գտնվում ենք իդեպ Արձական գյուղում, Աղվերանի եւ եկել ենք Նեղուցի վանք, որը շատ հին սրբավայր է, որի մասին հետո առանձին վիդեո ձեզ համար անպայման կնկարեմ ու կպատմեմ։ Մի խոսքով, քանի որ ինքը գտնվում է բարձրության վրա, նման տեղը Շուշանիկի երբեք չի բարձրանում, բայց մենք անպայման գնում ենք, նայում ենք, իր փոխարենը ուրախանում ենք ու նաև իր համար բերում ենք սիրունագույն կադրեր։ Այն երեսին է, հեսա կգնանք կգտնենք։ Գրկելով էլ համաձայն չի Շուշանիկի դուք ես տես։ Մողես։ Մողես ամի։ Այ ոչ կծմա ոչ է, սպասի։ Մողես։ Բարի մողես։ Ենք փակում մի վախի։ Հա տեսա։ Այդ սովորական տեղը չեն սարքել, այս ինձ բաները։ Էսի երկնքի հետ ուղիղ կապա։ Տարածքը նախ ֆանտաստիկ գեղեցիկ էր ու հետո էլ ուներ շատ հզոր հետաքրքիր էներգիա, որը միայն այնտեղ գտնվելով կարող է զգալ, այս գմբեթը մի առանձնահատուկ, չգիտեմ, գեղեցկություն էր եւ պորտալ ուղիղ կապ ամիջապես երկնայինների հետ։ Ճիշտ է, եկեղեցին խոնարհված է, բայց ինչպես պարզեցինք մեր վարորդից, տվյալ տարածքը համարվում է սրբավայր մոտակա գյուղերի բնակիչների համար եւ ամեն օգոստոսի 2-րդ գիրը, որը համընկնում է խաղողորնեքի հետ, անպայման այստեղ ուխտ է տեղի ունենում, բարձրանում է, մոմ է վառում, մի խոսքով դա ինչ որ հին սովորություն է երևի հեթանոսական ժամանակներից մնացած, որի մասին իրենք չեն հիշում, բայց ամեն տարի հազարամյակներ շարունակ այսպես գալիս են այստեղ ու անգամ չեն հիշում թե ինչից է սկիզբ առել ու ինչին է նվիրված։ Ինչպես կարդացիք ցանակի վրա Նեղուցի վանքը, այլ կերպ կոչվում է նաև Սուրբ Աստվածածնի եկեղեցի, թվագրվում է 10-15-րդ դարը։ Այստեղ որոշում ենք մի փոքրիկ կատակ անել եւ վերևից ուղակի կանչել Շուշանիկին եւ մի լավ, ինչպես հետո կպարզենք, վախեցնել, քանի որ այդ պահին մենք կանչում ենք ու զվարճանում, բայց պարզեց, որ նա շատ վախեցել է, մտածել է, որ մեր հետ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել։ Ծնոտդ շնորհավոր Շուշան, բարով ես ծնվել։ Իմացավ ընկել ենք բանը էլ է վախեցել։ Շուշանն են սիրունա, ափսոս չեկար։ Ասում եմ շատ սիրուն, ափսոս չեկար։ Լրիվ մանա, մենք ենք մեզ սար։ Նկարում եմ, հանուն քեզ։ Այս նկարահանումները հատուկ Շուշանի համար են։ Շուշանը միշտ այսպես բարձր տեղեր մեր հետ չի բարձրանում, բայց պատվիրակությանը անպայման ուղարկում, հա, որպեսզի իր համար սիրուն կադրեր բերեն։ Արդար չի։
Ինչև է, ինչա չես անի հանուն սիրելի ընկերոջ։ Այսօր իրա ծննդն է, ոչինչ։ Քանի որ այսօր նրա ծնունդն է, նրան ներում ենք։ Այս սիրում վայրում նա էլ իրա փոխարեն են կանգնում։ Ջոն, սպասի գալիս եմ։ Ճիտիկ չեմ նկարում։ Վերջ գնացինք։ Շատ եմ ափսոսում, որ այս սիրուն տարածքը այսպես անխնամ է։ Առհասարակ ինչ։ Ինչ։ Գետը։ Գետն է հոսում այնտեղից, հեսա կնայենք, տեսնենք, հնարավոր կլինի նկարենք։ Շատ սիրուն տեղ է, առհասարակ ոչ մի եկեղեցի պատահական տեղում հատկապես Հայաստանում չի կառուցվել, կառուցվել են միայն հատուկ ընտրված վայրերում, որտեղ հատուկ ուժ կա եւ նույնիսկ հաշվարկված է վերջին ուսումնասիրությունները դա են ցույց տալիս։ Ներքևում գետն է, չգիտեմ որ գետն է, չի էլ երևում, միայն ձայնն է լսում, շատ հաճելի է։ Չեմ ասի որ շատ հով է, բայց շատ շոքել չի։ Մայջնենք ներքև, մեզ ներքևում Շուշանիկը սպասում է, այսինքն ոչ թե մեզ է սպասում, այլ սպասում է կադրերին, որոնք մենք իր համար պիտի բերենք։ Չգիտեմ ճիշտ են գնում թե չէ։ Ստեղով այո։ Ընտրեմ թրիկմը։ Այստեղով Աստղիկ ստեղից դի բարձրանա։ Շուշան։ Ստեղ չէ, արի ստեղից դի բարձրանանք։ Աստղիկս գնում է։ Ճիշտ ասած որոշել էի վլոգ նկարել, բայց հավեսից չէր գարի, բայց ոնց որ հավեսից եկավ, բացվեց։ Այս պահից սկսած։ Արի։ Գնանք տեսնենք ոնց է Շուշանիկը։ Չէ, ստեղից դի բարձրանանք, ստեղ է մեքենան։ Հա։ Շուշանս նկարահանումների մեջ է։ Շուշան! Ոնց է Շուշան։ Լիքը բան եմ նկարել քո համար։ Ինչ է իրանում, ինչի վախեցար։ Ակցի մանուշ չեմ կարծում։ Այս պատեզի վադանայել են գելեք։ Ակցի մանուշ ես ասում մի բան ոցուց դե չի։ Խիլոռոնտե։ Դուք ինձանից մանուշ գիտես ասում ես քան լավա որ դու մտնես ներս։ Քո փոխարեն է կանգնեցի։ Նկարել եմ ցույց կտամ, սիրուն բանն էր, գմբեթ ուներ բաց։ Մի մեջտեղը կանգնեիր, ասма ձեռեր բացիր, բերի եւ սենց էներգիա ստանայի։ Բայց նախապես պետք է ասել, ձեռերս չբացին, բայց էներգիան կա։ Հա, լավ, ստացել ես կարևորը։ Տեղի էներգետիկան ուղղակի ֆանտաստիկ է, դուրս գալուց առաջ ոչ մեկը տրամադրություն չունենք, բոլորս հոգնած էինք երկար ճանապարհից, բայց ինչպես տեսնում եք, հասանք այստեղ ու միանգամից ամեն ինչ մոռացանք, իսկ ըստ ավանդության, երբ որ մենք լսում ենք երաժշտություն, բնականաբար ապարում ենք, նախապես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանց, ովքեր որ ինձ նման չեն սիրում նման երաժշտություն, ուղղակի հանգամանքների բերումով մեր վարորդն է շատ բարձր ճաշակ, եւ մենք էլ դրանից օգտվեցինք ու մի լավ զվարճացանք ու լսեցինք այնպիսի բաներ, որը կյանքում երբեք երևի թե չգիտեմ ինչ պայմաններում կամ ինչ սպառնալիքի տակ նման երաժշտություն ես կարող եմ լսել, բայց դա այդ օրը եղավ, քանի որ տրամադրությունը շատ բարձր էր, մի խոսքով։ Այսպես վայելեք մեր պարը ու անցնենք առաջ։ Ահրիրանում եմ, զանգում եմ չեմ տեսնում։ Ճանապարհին մեր կա, թե չկա, հեռու են իրարից։ Երկար մեր վարորդից փորձում էինք պարզել, թե կա արդյոք մոտակայքում նմանատիպ վանք կամ եկեղեցի, նա շատ վստահ պնդում էր, որ կա ու տանում էր ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ մեկի բակի փոքրիկ մատուռը, որից հետո ուղղակի ջղայնացանք ու որոշեցինք այդքանով ավարտել ու ընդ որում միայն վերջում հասկացանք, որ մի քիչ գինով ցած էր նա։
Եվ այսպես, այստեղից էլ ուղևորվում ենք եւս մեկ եկեղեցի, որը նորակառույց էր, բնականաբար մեզ խալ հասկացելու բարորդը ու ասեմ դեպ որ մեզ առաջարկում էր բարձրանալ ինչ որ բարձր տեղ, լավը չհամաձայնեցինք, հետո իմացանք, որ ինքը հենց Սարի գագաթին էր, լավ խելքին չկանք ու այդ գինով ցած բարորդը չբարձրացանք վերև, թե չէ հաստատ վերևից ներքև չենք իջնի։ Ինչեւ այդտեղ որ բաներից չխոսենք ու անցնենք առաջ։ Էքոննա երևի։ Չի էքոննա ստեղ։ Հələ բայց Աղջիոգոմի դուր չի արի բա։ Այն որ եկեղեցին փակեր մեր համար։ Մեր համար քոչինդոճի մեր վարդն ասում է ասեք ես եմ ասել։ Ինչ որ ուրիշ ճանապարհով մտել ենք Թեղենիքի եկեղեցի, անկեղծ ասած ուզում ենք երկար բացատրեցինք, որ ուզում ենք հին նմանատիպ նախորդի նման տեղեր, իսկ նա մեզ բերեց այս եկեղեցին, որը Թեղենիքի եկեղեցին է, նորակառույց է։ Էլի վատ չի, բայց փականերս մտնել չեն կարող։ Այդքան կպատտենք։ Բայց սա ինչ մենք ուզում ենք, անկեղծ ասած երկու տեղ ցույց տվեց, բայց շատ բարձր էր, իսկ Շուշանիկը բարձրությունից վախենում է։ Բայց դել անկեղծ ասած ոնց որ ինչ համացա։ Մեկն հասկացա ուղղակի։ Դες ինչ խալի չայ, քո համար եմ փռել։ Այս ուղղակի փռել են, լվացել են, թե ինչ է։ Ստեղ էլ տնակ կա, տեսակ, ոյ գնացին։ Ապրեք։ Այմա գնացինք։ Խանութ ուտում։ Խանութ ուտում։ Պաժալուստա։ Անպայման, հաջողություն, հաջող։ Մերսի։ Ճակուզի մտնենք, հələ հազիվ ստե վիդեոներ, տեքստերը սա բանանել։ Դե կնկարենք։ Բարև Պիսոն։ Սոված ես, չի կշտաց է Պիսոն։
Վախեցա Շուշան։ Ինչն է միացի։ Աշել լսում չէ, բայց դրա հետ մեկտեղ ստեղծել է երկու հզոր էներգիա, որպեսզի երկիր մոլորակը անընդհատ լինի շարժման։ Ահա, տրանք հայսա կգան։ Գնաց։ Էլ չգաք։ Չխոսակ, որ ձեներից չլսվի ինձ։ Գնաց։ Ողջույն սիրելիներս, ինչպես խոստացել էի, այսօր խոսել եմ տղամարդու եւ կնոջ էներգիայի մասին։ Աստված ստեղծել է երկիր մոլորակը, ստեղծել է արևը, լուսինը, աստղերը, ծովեր, օվկիանոսներ։ Բայց դրա հետ մեկտեղ ստեղծել է տղամարդ եւ կին, որպեսզի երկիր մոլորակը անընդհատ լինի շարժման մեջ։ Փոխում ես, պետք է լինես այնպեսին, ինչպեսին որ դու կարող ես շպար ընդունել, բայց թեթև։ Լինես անկեղծ, լինես բնական, ինչպեսին որ կա, որտեղ վերջի վերջո այս ամեն ինչը մի օր դուրս է գալու ջրի երևից եւ հասկանալին ով ես դու իրականում։ Իսկ այսօր մենք ձեզ ցույց կտանք Աղվերանի հրաշք սուրբ վայրերը, կայցելենք Աղվերանի հրաշք վայրերը, կխոսենք այդ եկեղեցիների մասին եւ այդ էներգիան կփոխանցենք ձեզ սիրելիներս։ Այնպես որ մի հատ տեսեք էլ իմ ձայնը չի լսվում։ Աղվերանի հրաշք վայրերը, այժմ մենք գտնվում ենք Աղվերանի հրաշք բնության գծում, անտառներից մեկում, որտեղ լռություն է։ Եվ քաղաքից կտրվելով մենք հասկանում ենք ինչ է լռությունը, ինչ է հանգիստ։ Լիցքավորվում ես։ Մենք կլիցքաթափենք, կլիցքավորենք։ Ոգևորված պատմում է, բայց ինքը ոչ մի եկեղեցի չբարձրացավ, բայց մեզ ուղարկեց եկեղեցի ու պահանջեց, որ նկարենք։ Արդարա դա ժողովուրդ ջան։ Կարևոր դու Մենք ենք դուժած, ահա։ Ես էլ որ չլեմ, ոչ մի բան չես դեն։ Հրաշքա այդ նեղուց եկեղեցին, մանուշ, ես էլի խոսել եմ այդ եկեղեցու մոտը, ասում է, ինքը ինչա կոչվում նեղուց։ Գտնվում է երկու լեռների արանքում։ Համալար գնանք սրճում ենք։ Նեղանում է այդի, մի հատ էսի ասեմ, նոր գնանք։ Հա, լավ ասա։ Նեղանում է, երբ որ նեղանում է էներգիան գնալով, ասեն սեղմում, էներգիան դուրս է ժայթքում։ Եվ դրա համար այդ եկեղեցի նեղուցը հենց այնտեղ է կառուցվել։ Ինքը հզոր էներգիա ունի, կոչվում է քարերի թերապիա, ինչա կոչվում քարերի թերապիա, որտեղ այնտեղ բազմատեսակ քարեր են նվիրել եկեղեցուն ու լատիներեն տառերով ասում է քարերի վրա գրած է թերապիա։ Ունդեղ ներսում չկարդացիր էդի։ Ես պրոստը բարձրության պատճառով չկարացա բարձրանալ ու ասում է երբ որ դու այդ քարերին ձեռ ես տալի, դու էներգիա ես ստանում այդ եկեղեցուց։ Ու ժամանակի սելջուկ թուրքերը այստեղ տարածքները գրավել են, այդ ժամանակ մենք 11-ից 12-րդ դարում եղել ենք թուրքերի տիրապետության տակ, լծի տակ ու հայ-վրացիների հարաբերությունները շատ լավ ա եղել։ Պրոշյանները իշխանած տոհմից են եղել, եկել են այստեղ այս տարածքները ազատագրել են ու այդ տարածքը ազատել են, այս նեղուցը ու պրոշյանները հենց այդ ժամանակ են կառուցել են այդ մարդը որ ակին չէր Թերենյանց կղզին։ Թեղենյանց եկեղեցի վանք։ Հա, Թեղենյանց վանքը հենց պրոշյանները այստեղ են կառուցել։ Իրանք որտեվ ասում է այստեղ Աղվերան իրանք շատ են սիրել այդ բնությունը, օդը, ջուրը, ջրի հետ կապված ասում է դու այդ ջրից էներգիա ես ստանում երիտասարդ ես մնաս։ Այստեղ գետ կա, այս ամի քիչ ուշ կգնան գետնեմ ձեզ ցույց կտան, քանի մոթը չի ինգել։ Լիքն աստեղը տեղեկություն, լիքը։ Ժամանակը չի հերիքում։ Մի օր մեջ, երկու օր մեջ կհասցնենք սա եկեղեցիները գնանք։ Փորձենք։ Աղջեսումը լավ եղավ մանուշ։ Այստեղ ինչ էի ուզում ասել, հա, Հրազդանի վտակն է, Զանգունն է, այս ամի քիչ ուշ կգնանք կնկարենք։ Մեզ մոտիկա գտնվում, հիմա գնանք սուրճ խմենք։ Հանի դու ասես նկարել ես։ Մայլեզի ջարդեմ, ես էլ եկա։ Հաջան։ Սպասում ենք։ Սորն, այդ հիվանդության ո՞ր է։ Տաքանա, բայց չի տաքանում։ Հələ 28 աստիճան է։ Շատ սառնա։ Այս շորերը կհակնենք մենակ մի երկու հատ, այն որ sense վիդեո են կան իրար, դա էս Բայց կողա մրսի։ Այդ մանուշ էտել եմ մտածում։ Աստղ մի հատ նայ հələ տաք։ Հիվանդանա երեխա, ես Բլբլթիկը կարանք միացնենք, բայց տակ չի։ Չի կարելի, համբերի։ Ես չգիտեմ, այնի շարիկա։ Մամ թազուկ ուտելու ես։ Մամա, նայ։ Էս ինչի համար է։ Կարող է սա տրտրցեն։ Գնաց։ Յո։ Դեկանի քանի ասես բանա, թոմի բայց բանո, շորես հատում։ Ակաթայք։ Որ քաշ, ես ո՞նց եմ։ Թող ես կմաքրեմ։ Հələ մի քիչ անցավ, բայց ընդդեմից ահավոր նկատում եք գալու։ Ավարտեցինք թե նկարահանումներ, հիմա ուզում ենք գնալ գետի մոտ, ինչպես է խոստացել ենք, հեսա ձեզ էլ ցույց կտանք։ Բավականին արագահոս գետ էր, ախտոր էր, ափսոս, ուզում ենք ինչ-որ մի հատ ափ գտնել, որտեղ կկարողանանք այս ոտքերը թռչել, բնություն ուղղակի հրաշալի է, ժամը 7-ն է արդեն
Սա Մարիամուտ կլինի, պիտի հասկանանք նաև հա որտեղից արևը դուրս գալիս։ Պիսոն էլ ուզում։ Արի պիսո գալիս ես մեր հետ։ Հասկանանք որտեղից արևը դուրս գալիս, որպեսզի կարողանանք առավոտյան արևածագ դիմավորել։ Հա, պիսո արի։ Պիսոն երևի սոված է։ Ահա։ Սա շրջում դուք էլ նայեք։ Ումստեմ։ Սիրուն է, չէ՞։ Մրջունը ուզում սայթով ձեռս։ Բականին։ Ինչ սիրուն կամրջակը։ Հա, բայց անանտանք չի։ Եմ ձեզ սիրունությունը ցույց տալ, բայց վստահ չեմ, որ տեսնում եք ինչ որ ես եմ տեսնում։ Հավատացեք, շատ սիրուն է ամեն ինչ։ Բայց կան տենց կերպը։ Սա գետ է։ Դե ախտոտում են։ Քան սիրուն տեսարանները։ Ուտեմ քեզ։ Ռոմանտիկ։ Նա այդ կապ չունի։ Դա գինա այնտեղ կապի նկարեմ, այսպես բանը մոստի, հա։ Սպասի ֆոտոն եմ անջատ։ Հանեմ էսի։ Իրար միացեք։ Ֆոտո կայնի։ Մարիամուտ կտենան, ոչ արևածագ։ Քեզ է թվում։ Սարերը չեն թողնում։ Կյանք նայ։ Ախ, խնդրեմ մեզ էլ նկարի, վիդեո ես նկարի։ Հա։ Նա տանի կարա։ Լայ։ Տանի կուզենցա։ Լայ։ Ուրախ եկեք։ Բարևի պապայի։ Ինչ ես անում, խաղ ես խաղում։ Լավ է տեղը։ Հա։ Գոհ ես։ Դե գնացին դեղ եմ, հա։ Մի քիչ ճոճվենք, հանգստանանք ու անցնենք առաջ։ Ուղիղ կես ժամ խոսում եմ ու նոր հասկացա, որ կամերան չեմ միացրել, տարվել էի, շատ էի տարվել։ Աստված իմ, չգիտեմ ինչքան եմ խոսացել, ինչն եմ նկարել, ինչը չէ հեսա կնայեմ, բայց մի կես ժամ խոսեցի ձեզ հետ, կիսվեցի, արդեն չեմ էլ հիշում ինչից, չեմ էլ կարող կրկնել, շատ կեղծ կլինի, որտեղ չեմ էլ հիշում, այն ասում եմ ինչ մոտից գալիս էր, մի խոսքով սիրելի երախտիտողներ, ձեր սիրելի խորհրդատուն, որոշել այսօր իսկական բլոգեր դառնալ, բայց բաներ կա, որ ուշադիր չի։ Իրոք չգիտեմ ինչ էի խոսում, տեսնեմ ինչ եմ նկարել, ինչ չէ, բայց կարևոր ոչ մի բան չի ասում, չնեղվեք, անցանք առաջ։ Սկով ձեզ ինչ էի պատմում, այդ բանն էլ չեմ նկարել, շատ կարևոր բան էի պատմում, ասում էի, որ ես շոքերին չեմ դիմանում, սրտին էլ չեմ դիմանում, հիմա ամբողջ Հայաստանի տարածքում, տեսեք ինչ արագ եմ պատմում, դե հիշեցի ինչ էի խոսում, ուրեմն ամբողջ Հայաստանի տարածքում երկար նայում եմ այնպիսի տարածք, որտեղ կարելի է տեղափոխվել, որտեղ ամառները կլինի զով, իսկ ձմեռները մեղմ, պարզվեց Հայաստանում այդպիսի տարածք չկա։ Ու ես հրաժարվեցի այդ մտքից տեղափոխվելու Արտաշատից, այնպես որ ստիպված եմ դիմանալ, բայց կարելի է ունենալ այսպիսի մի սիրուն տնակ, լավ զով տարածքում, բայց մի քիչ մոտ էս, մեկը շատ հեռու էր, այդքան հաստատ հավես չեմ անի կամ 2 ժամ մենակ 2 ժամից ավել մեքենայով գալ, 2 ժամ էլ գնալ, եթե եկալ գոնե մի քանի օր պիտի մնաս։ Բայց ես քանի որ ունեմ կենդանիներ, բույսեր, ես չեմ կարող այդքան երկար բացակայել։ Մի խոսքով ինչ էի ասում ձեզ։ Մի խոսքով դա է ձեզ պատմում, հասկացա, որ պետք է մնալ Արտաշատում։ Իսկ այս պահին նայեցի, որ Արտաշատում 35 աստիճան է։ Ես չգիտեի, հիմա ինչով զբաղված կլինեի Արտաշատում, երևի ինչ-որ մի տեղեկաց կլինեի, անուշ։ Իսկ այստեղ 18 աստիճան է, պատկերացնում եք։
18 աստիճան իդեալական եղանակ այստեղ նայեցի գոնե վերջին շաբաթում չգիտեմ ընդհանրապես ինչ եղանակ է 30 աստիճանի չի գերազանցում երբեմն չի հասնում 30 աստիճանի բայց ձմեռները շատ խիստ է լինում ու շատ ձյուն է գալիս ու դեպ հա մի բան էլ ասեմ այստեղ շատ մաքուր ջրեր կան ու այդպես էլ չկարողացանք պարզել ինչ է բայց այստեղ վիոլատյուն ունի սպորտ տարածքներ ենթադրում եմ որ սայից եկող ինչ-որ աղբյուրներ կան կամ չգիտեմ ինչպես է կոչվում այդ համակարգին ծանոթ չեմ ոնց այդ ամեն ինչ տեղ ունենում բայց այստեղ կա վիոլա ջուր կարելի է բողոքել թե ինչու է մեր ջրամատակարարումը այս շոքերին 35-ից 40 աստիճան շոքի պայմաններում ինչա դարձել 3 ժամ ու այն էլ այնքան դանդաղ որ երբեմն չի լցվում անգամ ինչպես է կոչվում բակերը խոսքով ուզում էին գնալ այն ասացի ոստիկաններ կան զինված ոստիկանների վախից ոչ մի տեղ չգնացինք այնպես որ ստիպված ենք բավարարվել նրանով ինչ որ ունենք այսքան եմ ինչ հիշեցի ինչ էի խոսում ինչ էի նկարել ձեզ համար առայժմ այսքանը կապի մեջ դեռ կհանդիպենք չէ վլոգ եմ նկարել չես ուզում նկարվես YouTube կգցեմ քեզ չես ուզում չի ուզում լավ չես ուզում Սուրճի Էլմի հովա 18 աստիճան Արտաշատում գիտես քանի աստիճան է 35 ժամը 7:30 պատկերացնես ցերեկ ինչքան է եղել Հիմա այստեղ 18 է այստեղ նոր եմ նայ այ նստի Շատ հնարավոր է որ ուտում եմ վերջին թզուկը Ինչու, որովհետև իմացել եմ, որ դուրս է եկել արտադրությունից, այստեղ գյուղի խանութից վերջին 3 հատն են գնել, 2 աստղիկը կերավ, մեկը ինձ է թողել, այնպես որ այս կարող է վերջին թզուկը լինի, որ ես ուտում եմ։ Դե ինչ, միասին ուտենք։ Չենք լսում Աֆոնի այս կեզերական երաժշտության ներքո ես ուտում եմ վերջին թզուկը ասել եմ որ չի արտադրվելու հուսամ սուտ են այդ լուրերը քանի որ այս միակ պահպաղակն է որը ուտում եմ մեծագույն հաճույքով մեկ էլ հասիրում եմ իրանց էսկիմոն բայց էսի ավելի շատ եմ սիրում Ես պիտի տխուր ուտեմ, մա տխուր երկ դի, Սյուզի, ես շատ տխուր լացելու երկ չկամ Երկրան տխուր ալա, ես պասի, ես կրկներ կգա Ինչ բացած Այս պահը պահանջում եմ շատ տխուր Էսի որ ուզես է թերետերից թելը, որ ձիքես կապես, են չի Կովայել էլ ամեն վարկյանը Էսի Ալուս Պետրոսյան ալա, բայց էսի կապի ասեց Սյուզի Ասեք իրան ուզնեմ, էլի Են ավելի ավներ իդի լավ ակլկլում էլի Դրատակ կլացեն ժողովուրդը նայեք ես ոնց եմ ուտում վերջին թզուկը Իրա մարդու հետ է երգում Ոտ համովա Ոսա վերաթողարկ եկել իտնա շեններ Գրա պրտա Սյուզի շուշուտ Այսօր կեր են Ալուս Պետրոսյան իրա մարդու հետ Չցեն դուր Նոր արտիստների ենք ծանոթանում Վայ Եմ լսել եմ ես երբ հիշեցի
Հա երաժշտության գոհարներ։ Всё, պրծավ։ Գուցե երբեք տզուկ ջուտեմ։ Ուրիշ բան կեր։ Համու վայել է հացը։ Բաժակել չկա։ Բաժակել չկա։ Ամեն մեր մոտ չեն ստանում, բաժակել է համու։ Я հացն եմ սիրում, հենց սենց եմ սիրում, որ կիսա հալված է, ուզում խորնվում է։ Փափուկ, գիչ ջրոդվում է։ Իսկ ում եմ սիրում։ Չէ, կոնի դրիշի կա, կոնի հաց չեմ սիրում։ Եկեն վրայի շակալակ։ Հա, այն կոնները հա։ Բայց սենց չկա։ Այսօր եմ գիրե։ Քեզի։ Չէ, ամացին ես քեզն եմ լինի։ Իրենց առնում եմ։ Չկա, կանես եմ։ Էսի ձգի կապի ասած իրան կրծրա իրար շատ ձգած է այդ ինչքան կարաս թուլա ես գիտեմ էսի չէ իրա թելը Լուսերն էին անջատել։ Օ, աստված իմ։ Քանի չեն անջատել, հենց Կարճ պատմեմ ինչ է տեղի ունեցել։ Հարգելի հետևոր Լուսերն էին անջատել ամենահետաքրքիր պահին, որ պիտի խարույկը վառենք, պիտի մոմը, շամպանսկին, մի խոսքով լուսերն էին տարել, այնքան էլ մութ էր, որ չէի կարող վիդեոն միացնել ու ձեզ բողոքել։ Հիմա լուսերն եկան, մի հատ աննման տեսարան է, հեսա բոլոր մեր պլանավորածները հերթով անենք։ Տեսեք ինչքան սիրուն է, մի քիչ ինչի լավ չի տալիս կամերաս։ Խափանան, հա։ Հիմա պիտի խարույկ վառենք։ Դուք կարաք կակացնել լուսերն եկա խարույկը վառենք Սա խարույկը վառենք, տորթը կտրենք։ Շուշանիկ Очень красиво, Шушаник. Давай, шампанский верцвель. Կարաշ քնած էի խորը։ Արդեն երազ էր տեսնում։ Ինձ լուսերն եկան, այնպես կաղում էր գոռոցից արթնացար։ Մի խոսքով տանենք շտատիվ բան տեղավորենք, հեռախոսը տուր։ Տեղավորենք, որ վիդեոները նկարենք։ Եղանակ ուղղակի հրոսք։ Շատ գեղեցիկ տեսարան է։ Բայց անկեղծ պիտի ասեմ, սպասարկումից մի քիչ դժգոհանք։ Հեսա կբողոքի։ Իրոք է, լուսերը չանջատեն, արդեն վախեցել ենք, կարող է լուսերն անջատեն, արագ մեր կարևոր գործերն անենք։ Ու անցնենք առաջ։ Տեղավորեմ շտատիվը, հեռախոսը։ Այսքանը առայժմ։ Հա, պատրաստ ես Շուշանիկ, где ты? Դրանով ես խմում։ Չաստրիկ։ Давай։ Արի, բայց փորձենք։ Սպասի դու առաջ մի արի, ես ինձ մի քիչ հետ նստեմ, փորձենք այսպես մարշմելո խորոված անել։ Հուսամ մենք խորոված աղջիկը պահպանին փայտին։ Պատի կրակի վրա պահել, ոչ թե փայտի։ Հա։ Հեռախոսդ բեր դե։ Տարավի վկուսնը։ Դեռ չէ փորձել։ Այստեղ կնկարենք Այստեղ։ Այ որ քեզ էլ նկարում։ Շնորհավոր։ Շնորհավոր։ Ուրա! Լավ, վերենք հիմա կտրենք գիտենք Հիմա սրանք հանենք Եվ ուտենք համով տորտիկը տանենք ընդ նստենք ամեն մեկից եկեք կտրենք ափսեի մեջ Համովա մաշմելուն Ես բերում դիվաները խմենք։ Դե, բա որտե՞ք հա։ Եթե իրան նասերն ու չեն օգտագործում, ինքը ինքնին անջատվում է։ Որսը
Ակսս լույսերը լավ ցույց չի տալի։ Օհո։ Օհո։ Չգիտեմ էդ ինչ տրենդ է։ Որշերվում է, որշեր։ Վերջ։ Գլոքա, թեքրի։ Թեքա։ Ես քեփի, ջոյ։ Այս դիժս դնա։ Եկեք։ Ay çimsiyim bu hamı bir şey var. Benim bu çimsiyim. Çok kalmış demek. Вот тогда. Çim kalmış ki sarmamış desek.